Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում 3 մտահոգություններ էր հնչել, որ իշխանություն եկեղեցի առճակատման մասին, արդյոք այս փաստը, որ արդեն եւ եվրոպացի պատգամավորը նշել էր, որ ժողովրդավարության մարդու իրավունքների ոտնահարում չէ, արդյոք երբ եպիսկոպոսները ձերբակալվում են, արդյոք այս հարցը մտահոգիչ չէ մեր համար, երբ արդեն միջազգային հարթակներում է քննարկվում եւ որքանով է իրականությանը համապատասխանում Արարատ Միրզոյանի պատասխանը, երբ չկա դատական կայացրած ակտ, բայց նա վստահ այսպես ասում է, որ հոգեորականները փորձել են զավթել իշխանությունը եւ սպանել իրեն։ Այսքանը։ Նախ մենք միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է։ Երկրորդը, չկա եկեղեցի պետություն հակամարտություն, ինչպես դուք նշեցիք, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, եւ մենք բոլոր հնարավոր միջոցները թույլատրելի եւ օրինական ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։ Կան փաստեր։ Դուք ասել եք, հարց եք բարձրացրել, որն է արդարությունը, որն է արդարադատությունը, եւ ուզում եմ ձեզ հարցնել, արդարություն է այն, երբ ձեր աջակիցը վեհափառին ուղղորդելու սպանելու կոչ է անում, նախաձեռնել է քրեական վարույթ, բայց այդ անձի նկատմամբ չկա որևէ հետապնդում, անգամ կարգավիճակ չունի։ Արդարություն, արդարադատություն է այն, երբ Արշակ Սրբազանը այն դեպքում է կալանքի տակ, երբ քննչական կոմիտեից չգիտես ինչու, չգիտես ինչպես անհետացել է միակ իրեղեն ապացույցը։ Պարոն Փաշինյան, ինչպես է ստացվում, որ Հայաստանում կա դատավորի մեկ անուն, Մասիս Մելքոնյան, որը հայտնի է իր կալանքներ տալով, եւ ինչպես է ստացվում, որ նրան են մակագրվում բոլոր ընդդիմադիրների կալանքի միջնորդությունները, նաև սրբազանների կալանքի միջնորդությունները, դուք զբաղված եք եկեղեցին բարեկարգելով, բարենորոգելով, իսկ ով պետք է բարենորոգի, բարեկարգի դատական համակարգը, որպեսզի հայի մոտ, քաղաքացու մոտ, երբ նայում է առաջար դիտորդը, արդարության զգացողություն ունենա։ Գիտեք, ես նախ ձեր նշած դեպքերի մանրամասներին կամ պնդումների մանրամասներին ծանոթ չեմ կարող մեկնաբանել, որտեղ չեմ առնչվել եւ տեղեկություն չունեմ։ Համենայն դեպս ձեր հարցից հետո կփորձեմ հետաքրքրվել, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է արդարությանը եւ արդարադատությանը, գիտեք, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մենք ռազմավարություն ունենք, մոնիտորինգի խումբ ունենք, բայց դա էլ պետք է ասեմ, որ վերջերս երբ որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ պանելային քննարկման էի մասնակցում, ես արձանագրում եմ, որ ի տարբերություն 2018-19 թվականների, երբ որ ինձ հասցեագրված դիմումների մի հսկայական մասը վերաբերվում էր դատարաններին, դատարանների կողմից կայացված անարդար եւ անհիմն որոշումներին, ես ներկայումս այդպիսի նամակների տեսակարար կշիռը անգամներով, եթե ոչ տասնյակ անգամներով է նվազել։ Ընդ որում ես քաղաքացիներին նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր։ Եվ մենք դատական ոլորտի մեր բարեփոխումները շարունակելու ենք, այդ թվում սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ, եւ առիթ ունեցել եմ ասելու, որ կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական շատ կոնկրետ եւ ուղիղ կապ կստեղծի հանրության հետ։ Ամեն անգամ, երբ որ Վեհափառ Հայրապետը որևէ հոգեվորականի կարգալույց է անում, ձեր թիմակիցները գրում են, երևի նաև ձեր ցուցումով կամ ձեր իմացությամբ, որ ասենք, այսինչ հոգեվորականը կարգալույց չէ, նա շարունակում է զբաղվել իր հոգեվոր ծառայությամբ։ Ու մարդկանց մոտ հարց է առաջանում, բայց եթե
վեհապար հայրապետ այդ մարդկանց օծել է, սարքել է եպիսկոպոս, թեմի առաջնորդ, չգիտեմ, ինչ որտեղ նշակարգել է որպես հոգևոր սպասավոր։ Ո՞նց եք դուք որոշում, որ այդ մարդը կարգալույց եղած է, թե կարգալույց եղած չէ։ Նույնքեւ որովհետեւ ասենք Գարեգին երկրորդին դուք կաթոլիկոս չեք համարում։ Նույնքեւ կարող են օրինակ ձեզ վարչապետ չհամարել, ասել թե որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի, իր նախարարներն են նախարար չեն ու չընդունեն օրինակ ձեր որոշումները։ Նախ սա ոնց եք նորմալ է գնահատում թե ոչ, որովհետեւ նույն հաջողությամբ կարող է օրինակ Արաքել Սրբազանը չհամարվել եպիսկոպոս, որովհետեւ Արգիշտի Քյարամյանի հայրն է եւ զավակ ունի։ Ինչպես դուք եք ասում, որ Կտրիչ Ներսիսյանը ձեր խոսքերով ասած զավակ ունի։ Եվ մի բան էլ Միքայել Մինասյանից ֆինանսավորման թեման ազգային ժողովում շատ քննարկվեց, դրան նաև հետագա զարգացումներ եղան։ Ի վերջո Մինասյանն էլ նորից արձագանքեց գրառմամբ ձեզ եւ Ռոբերտ Քոչյանին նույն ասելով, որ դուք իրար հետ նույն խաղն եք խաղում եւ այլն, բայց չմտնելով իրանց այդ դիմադիր խոհանոցի մեջ։ Ի վերջո Միքայել Մինասյանը ձեզ ինչպես է ֆինանսավորել, հայկական ժամանակին բոլորը գիտեին, այն ժամանակ ես էլ հիշում եմ, որ քննարկում է, որ հայկական ժամանակին Միքայել Մինասյանի հետ կապված պրես ստենդը անվերադարձ պայմանագիր է կնքել ձեր թերթի հետ, որպեսզի ձեր թերթի ամբողջ վաճառքի գումարը երաշխավորված դուք ամեն ամիս ստանաք։ Հիմա Միքայել Մինասյանը ձեզ որքան գումար է ամեն ամիս տվել, ինչ նպատակով, արդյոք դա շանտաժի սպառնալիքի տակ է եղել, թե ոչ։ Ես այդ հարցի մանրամասն անդրադարձել եմ ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում։ Հայկական ժամանակ օրաթերթը եղել է ինչ որ մի ժամանակահատված Հայաստանի Հանրապետության ամենամեծ տպաքանակ ունեցող, ամենամեծ պահանջարկ ունեցող, ընթերցողների ամենալայն զանգված ունեցող թերթ Հայաստանի Հանրապետությունում թերթերի տարածման շատ սահմանափակ ռեսուրսներ են եղել եւ բնականաբար պետք է այդ ռեսուրսներից օգտվել եւ ի տարբերություն մյուս թերթերի, երբ որ հայկական ժամանակ օրաթերթի 1 համարի 100 դրամից վաճառող ընկերությունը ստացել է 30 դրամ եւ մյուս թերթերը օրինակ ստացել է 20 դրամ, 18 դրամ, 25 դրամ, հետեւաբար տվյալ դեպքում ոչ թե հայկական ժամանակին են փող տվել, այլ հայկական ժամանակն է փող տվել։ Եվ դա արտահայտված է բազմաթիվ հաշվապահական թղթերով։ Եվ ես կարծում եմ սա այնպիսի փաստ է, որ տասնյակ տարիներով քննվել, վերլուծվել է եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես Հայաստանում գործող ընկերության հետ, որը ոնց էր կոչվում, հայ մամուլ էր, ինչ? Չգիտեմ ինչ էր կոչվում, հայ մամուլ էր, թե ինչ էր կոչվում, Հայաստանի բոլոր թերթերը վաճառվել են այդ համակարգի միջոցով, բացարձակապես բոլոր թերթերը։ Միայն ՀԺ-ն չի ունեցել, էլի են եղել նման պայմանագրել, բայց եթե նույնիսկ ՀԺ-ն է ունեցել, ՀԺ-ն եղել է շուկայի թիվ 1 թերթը, եւ բնականաբար շատերն են ուզեցել պայմանագիր կնքել հայկական ժամանակը վաճառելու եւ դրա վաճառքի արդյունքում շահույթներ ստանալու եւ հետեւաբար հայկական ժամանակն է գումար տվել եւ ոչ թե հայկական ժամանակին են գումար տվել եւ դա արտահայտված է հաշվապահական թղթերով, վճարված հարկերով, հաշվապահական հաշվետվություններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ? Շատ մի րոպե, մոնիտորինգ արեք, ուրեմն մոնիտորինգ արեք եւ տեսեք, որ հայկական ժամանակը չկա այդպիսի մահ, որի վերաբերյալ ունեցել է որևէ կաշկանդվածություն իր հիմնադրման առաջին օրից։ Ով ուզում ա լինի, կլինի դա Սերժ Սարգսյան իր ընտանիքի անդամներ, Ռոբերտ Քոչարյան իր ընտանիքի անդամներ, այլ կոռուպցիոն շրջանակներ եւ իրենց ներկայացուցիչներ։ Հայկական ժամանակի բոլոր հրապարակումները առկա են եւ որևէ մեկը չի կարող այդպիսի պնդում անել։ Եթե որևէ մեկը այդպիսի պնդում անի, կգտնվեն տասնյակ, ոչ թե 1, ոչ թե 2, այլ տասնյակ հրապարակումներ, ներառյալ կոռուպցիոն բացահայտումներ եւ ինչ այլոց հայկական ժամանակի գործունեությունն է, որ Հայաստանում հիմք է դրել եւ հիմքեր է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության համար։ Հետևաբար ձեր եւ այդ կարգի բոլոր մնացած մտահանգումները պարզապես մտածածին են։ Հոգեվորականների մասով չասած։ Ինձ կարող է տարածան համեն չունեն։ Թող փորձեն։ Ասում եմ թող փորձեն։ Հենց այդ եմ ասում, մենք ունենք, որովհետև ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ։
Եվ մենք Կտրիչ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք։ Եվ այո, մենք չենք ճանաչում Կտրիչ Ներսիսյանի կայացրած որևէ որոշում եւ իմիջայլոց այդտեղ արդեն մենք իրավական արձանագրումներ ունենք եւ բոլորը պարտավոր են պետության մեջ հաշվի նստել իրավական արձանագրումների հետ, անկախ նրանից որտեղ են աշխատում, վարչապետ են, կառավարության շենքում են աշխատում, թե որևէ այլ տեղ։ Ներառյալ դուք, ներառյալ նաև այն մարդիկ, ում անունը տալիս եք։ Նախորդ մեր հարց ու պատասխանի ժամանակ ասացիք, որ վեհապարը անվտանգության սպառնալիք է, ձեր թիմակիցներն էլ ասում են մայրաթորն են ազատագրելու։ Հարցս հետևյալն է, երբ եք պատրաստվում պայքարել իրական սպառնալիքների դեմ, երբ կազատագրեք Սև լիճը, Իշխանասարը, ներքին հանդում եւ Վարդենիսում հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքները, եթե ասելու եք, որ սահմանազատման գործընթացը ցույց կտա, ապա դուք այդ տարածքները վիճելի եք համարում։ Եվ որպես կառավարության ղեկավար, ինչպես եք ձեզ զգում, երբ Հայաստանի ժողովրդի շահերից միջազգային մամուլում խոսում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը, այլ ընդդիմադիր գործիչը, վերջերս Արման Թաթոյանը Washington Times պարբերականում ծավալուն անդրադարձ էր կատարել օկուպացված տարածքների մոռացության հարցի վերաբերյալ։ Նախ խնդրում եմ այս հարցերին պատասխանեք եւ երեք եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողները, քանիսի հետ որ ես հարցազրույց էի անում, ինձ խնդրում էին ցանկացած պաշտոնյայի, այդ թվում ձեզ տեսնելիս հարցնել, ինչու էր Ալիևից շնորհակալ Վահագն Խաչատուրյանը եւ արդյոք այդ պաշտոնյաները ում հարցը կուղեմ, հետեւաբար հիմա ձեզ եմ ուղղում, դուք եք շնորհակալ երախտապարտ Ալիևին, այսքանը։ Նախ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը արտահայտել եմ եւ մասնավորապես եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին կամ քննադատենք, ել չեմ ասում, որ դատապետենք։ Երկրորդը, եթե որոշում է կայացվել, դուք հիշում եք տարիներ չէ, բայց ամիսներ Հայաստանի մամուլը եւ հանրությունը եւ քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր Վագիվ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, Վիգեն Էուլակչյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, երբեմն խոսքեր գնում նաեւ մեր մյուս վերադարձած եղբայրների առողջական վիճակի ծանր լինելու մասին, բայց նույնիսկ Վագիվ Խաչատրյանի դեպքում հիմա վերադարձել է ծանր վիրահատության է ենթարկվել եւ Հայաստանի Հանրությունը ամիսներով մտահոգություն էր արտահայտում, խնդիր էր առաջադրում, հիմա եթե այդ խնդիրը լուծվել է, այսինքն առնվազն պարզ չի, կա դժգոհություն, ես այդ եմ ուզում հասկանամ, որ Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Եվ այդ թեման ես կարծում եմ մենք մեկ ընդմիշտ պետքա փակենք, որովհետեւ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ այդ թեման ինձ համար փակված է եւ ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակվի եւ ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը եւ տանելու եմ այդ գիծը եւ եթե քաղաքացիները գտնում են որ սխալ եմ ես եւ եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ ես կոչ եմ անում որ նրանք հեղափոխություն անեն այսինքն ես կարծում եմ
շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ասի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անի։ Ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետեւաբար ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է, եւ դա մի խոսույթ է, որը օգտագործվել է այո մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու եւ դրանով մեր պետականության կայացումը եւ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած տարածքներին, ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ, ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի process-ի շրջանակներում եւ համոզված եմ, որ կլուծվի։ Ես հստակ մի րոպե կսպասեք։ Իմ ուղերձը կարդացեք, որպեսզի բանավոր տեքստերը տարընթերցման չի ենթարկվի, այնտեղ հստակ գրված է օկուպացված տարածքներ։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը ասիլուսում հայտարարել է, որ TFIP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ TFIP-ը մեր ամենամեծ սպառնալիքն է դառնալու, եթե չընդլայնվի, չընկրկի Չինաստանն ու Ռուսաստանը։ Դրանով Իրանի մտահոգություններն էլ կփարատվեն։ ԱՄՆ-ն այս ծրագրում զրո տնտեսական շահ ունի, միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ն փորձում է վերցնել վերահսկողության տակ։ Ինչպես է գնահատում TFIP-ի շուրջ այս գնահատականներն ու մտահոգությունները, եւ մեկ հարց էլ հունվարի 27-ին զոհերի հիշատակի օրը դուք այցելեցիք Եղաբլուս, սակայն խուսափում եք այնտեղ լինել հաղթանակի օրը։ Այս ընտրողական մասնակցությունը չի թույլատնում բանակի, սովածների ընտանիքների եւ հասարակության հավատը պետական հիշողության ամբողջության նկատմամբ։ Ոչ չի թույլատնում, որովհետև մեր քաղաքականությունները այդ թվում արարողակարգային միջոցառումների վերաբերյալ տեղավորվում են մեր արտաքին քաղաքական տրամաբանության մեջ եւ ամեն ինչ բխում է այդ տրամաբանությունից։ Ինչ վերաբերվում է ձեր նշած մեկնաբանություններին, կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնելու։ Օրեր առաջ ազգային ժողովում դուք հայտարարեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգի միանալու մասին, դիտարկումներ եղան, որոշ տեսակետների համաձայն դա կարևոր է համակարգի ճկունության եւ կայունության համար, մյուս կողմից նշվում է, որ առևտրային տեսանկյունից ձեռնտու չէ, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն էներգետիկ ավելցուկ, բայց կարևորվում է միջազգային երթուղիների տարածաշրջանով անցնող էներգետիկ երթուղիներին Հայաստանի միացումը։ Խնդրեմ նշեք, թե որն է Հայաստանի կառավարության տեսլականը, ինչ ակնկալիքներ ունենք այդ քայլից։ Գիտեք, Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու եւ ինչու՞մ է այստեղ շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչու՞մ կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու։ Տեսեք, մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին, եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման եւ տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի այն շուկաներ դրա անհրաժեշտության դեպքում, բայց կարող է նաև դրա անհրաժեշտությունը չլինել, որովհետեւ տեսեք, եթե ցանցը միացվում է, ուրիշ բան եկեք չպատկերացնենք, ենթադրենք ցանցը միացվեց եւ այդ իմ ասած մոդելները չգործեցին, բայց առնվազն տրանզիտի համար Հայաստանի Հանրապետությունը եկամուտներ է չէ ստանալու։ Այսինքն բնականաբար այդտեղ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ միայն պետական եկամուտները մասնավոր ընկերությունների համար հնարավորություններ ստեղծվելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ TFIP-ի շրջանակներում նաեւ էներգետիկ նախագծեր են ենթադրվում, այդտեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար չի կարող, որևէ մեկը չի կարող նկարագրել սպառնալիք, որ դա կարող է առաջանալ դրա արդյունքում, ընդհակառակը նոր հնարավորություններ եւ եկամուտներ, եթե մենք չենք ուզում Ադրբեջանի ցանցերից օգտվել արտահանման համար, ուրեմն առնվազն իրենք մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու կամ ներմուծելու համար տրանզիտային այդ վճարներով, ինչպես TFIP-ի շրջանակով նախատեսված է, մենք եկամուտներ կստանանք։
Դե աշխատում ենք արդեն, գործնական ճիշտ ասած աշխատանք գնում է, բայց երբ որ կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն, այդ մասին կհայտարարվի։ Նկատի ունեմ, քանի չի հայտարարվել, կա քաղաքական ըմբռնում եւ մենք էլ վերլուծել ենք, ենթադրում եմ Ադրբեջանն էլ վերլուծել է, փոխադարձաբար մենք փորձագիտական մակարդակով է սպառնալիք չենք տեսնում այդտեղ, ընդհակառակը տեսնում ենք հնարավորություններ մանավանդ որպես խաղաղության ամրապնդման միջոց։ Գիտեք, շատ խոսվում է անվտանգային երաշխիքների մասին, ելի ես երեք պաշտպանության նախարարությունում անդրադարձ ունեցել եմ մի փոքր այդ թեմային, չգիտեմ ինչքանով եք հասցրել հետևել, բայց գիտեք անվտանգության երաշխավորության մասին մեր պատկերացումները մենք պետքա թարմացնենք, որովհետև այն պատկերացումները, որոնցով մեզանում հիմնականում առաջնորդվում են, այդ պատկերացումները արդեն մի անգամ իր բանը անարդյունավետությունը ցույց է տվել 2022, 2021, 2020, 2023 թվականներին։ Անվտանգության երաշխիքը հենց ես երեք պաշտպանության նախարարությունում նշեցի, այդ թվում փոխկապվածությունն է, երբ որ Հայաստանում դեպի միջազգային շուկաներ ապրանքներ հոսեն, եւ այդ ապրանքների հոսքը մի տեսակարար կշիռ ձեռք բերի, դա ամենամեծ երաշխիքն է անվտանգության, որովհետև այդ թվում խոշոր տերությունները եւ խոշոր շուկաները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որ այդ հաղորդակցության ուղիները անվտանգ կայուն հանդարտ պայմաններում գործեն։ Դրանից ավելի մեծ անվտանգային երաշխիք չի կարող լինել, եւ դա հավաստիացնում եմ ամենահուսալի անվտանգության երաշխիքն է։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսը սկսեց այսպիսի պնդումներով, որ դուք Հայաստանը հասցրել եք մի վիճակի, երբ խնդիր կա պաշտպանել ազգային ինքնությունը, ասում է երբեք նման վիճակ չի եղել, որ հարց առաջանա, Արարատ թե Արագած, եկեղեցու միասնության խնդիր լինի, ասում է ունիկալ վիճակ է ստեղծվել։ Հետևաբար հարցադրում, ինչու հասցրեցիք այս իրավիճակին, որը նաև մատնանշում է Ռոբերտ Քոչարյանը, սա առաջին հարց, եւ ձեր թույլտվությամբ նաև ՔՊ-ի ներսում ինչ խնդիրներ կան, օրինակ Հայկ Սարգսյանը ասում է, որ մի քանի անգամ բողոքարկել է իրեն որպես պատգամավորի թեկնածուն չեն գրանցել, այլևս ցանկություն չունի ձեր հետ հանդիպելու, վերջերս էլ առողջապահության հանձնաժողովի նախագահ պաշտոնից հրացվեց, դիմում գրեց, նաև այլևս թեկնածու չի լինելու, ինչ խմորումներ ու խնդիրներ կան ՔՊ-ի ներսում եւ ձեր թույլտվությամբ երրորդ հարցը սոցիալական, ինչ քայլեր է ձեռնարկվում կառավարությունը գնաճը զսպելու ուղղությամբ, որովհետեւ նաև սպառողները արձանագրում են, որ Հայաստանում խայտարակ գնաճ է բոլոր տեսակի ապրանքների շուկայում։ Շնորհակալություն։ Հայաստանում գնաճի ցուցանիշները վիճակագրության կոմիտեն հրապարակում է, եւ այդ գնաճի ցուցանիշներով ոչ մի անոմալիա չկա։ Մյուս կողմից ակնհայտորեն Հայաստանի բնակչության աշխատող բնակչության եկամուտները աճում են եւ ելի եմ ասում, եթե դրա հետ կապված հարց կա, եկեք միայն նայենք Հայաստանի քաղաքացիների դեպի Եվրամիության երկրներ կամ ընդհանրապես տուրիստական նպատակներով այցելությունները եւ հակառակ ուղղությամբ ո՞նց են այդ այցելությունները տեղի ունենում։ Դեպի Եվրամիության Հայաստանի քաղաքացիների այցելությունները մի քանի 100%-ով աճել են 2018 թվականից ի վեր։ Ինչ վերաբերվում է Հայաստանի հասցնելու, որ կետի ենք մենք հասցրել Հայաստանը, այն կետին, որ 2025 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե փախնում են Հայաստանի Հանրապետությունից, այլ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն։ Հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ առողջության ապահովագրության շրջանակներում ստանում են ծառայություններ պետական բյուջեի միջոցներով։ Հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո վայելում է խաղաղություն եւ անկախություն։ Իսկ այդպիսի հարց Արարատ թե Արագած, այդ հարցը հետևյալի մասին է՝ պետություն թե չպետություն, որովհետև պետությունը ունի միջազգայինորեն ճանաչված տարածք եւ միջազգային Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանի Հանրապետությունում չկա։ Եթե դուք դա չեք նկատել եւ մենք չենք նկատել, դա ընդհանրապես մի բանի մասին է վկայում, որ պետություն եւ չպետություն հասկացությունների միջև դեռ միջև բոլորովին վերջերս սահմանազատում իրականացված չի եղել եւ մենք այդ սահմանազատումը իրականացրել ենք, որովհետեւ մենք պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետությունն ենք։